Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, սիրելի հայրենակիցներ, այսօր կխոսենք մի դարավոր դավադրության հայ ազգի դեմ։ Կարծում եմ չեք զարմանա, որ հայ ազգի դեմ իրոք դարավոր դավադրություն է նյութվել եւ վարվում մինչեւ այսօր հայ ժողովրդի դեմ այդ ռուսական դավադրությունը այս վերջին 35 տարում, որի ընթացքում Հայաստանը համարվում է անկախ պետություն, նույնպես չի դադարում։ Մեկը մյուսի հետևից 35 տարի շարունակ 1991-ից 2026 թվերին Երևանի գահի վրա բարձացան, միմյանց փոխարինեցին ռուսական ֆորս ֆորպոստապետեր կամ ֆորպոստենֆյուրերներ, որոնցից 3-ը կրում էին Հայաստանի Հանրապետության նախագահի, իսկ մեկը Հայաստանի վարչապետի տիտղոսը։ Այս վերջինը 4-րդ ֆորպոստապետը ամենասարսափելին է։ Իհարկե, այդ դավադրությունը վարարվում է այդ մարդկանց ձեռքով, չի հաջողվի, որովհետև արևմտյան երկրները, որոնք մեր քաղաքակրթական դաշնակիցներն են, հայ ժողովրդի դաշնակիցներն են, ոչ թե Հայաստանի գլխին դրված ռուսական ագենտների, Եվրոպական միությունը, ինչպես տեսնում եք, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները ամեն ինչ անում են Հայաստանը փրկելու համար։ Այն համաժողովը, որ Երևանում անցնում է, դա է ցույց տալիս, այսինքն Եվրոպան գալիս է ուղիղ միջամտելու եւ թույլ չտալու, որ ռուսները կարողանան Հայաստանի հետ այվարվել, ինչպես կամենում են։ Եվ այդ ինչպես կամենում է, մոտենում է հունիսյան ընտրությունների տեսքով, բայց չի հաջողվելու ռուսներին դա անել։ Եվ պետք է ասել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւս այն պատերազմը, որ վարվում է Իրանում, ել չեմ ասում Թրամփի կամուր կոչված այդ ուղղափակոցը, որ դրվել է Հայաստանի թշնամիների դեմ Միացյալ Նահանգների կողմից, այս ամենը թույլ չեն տալու, որ այդ սարսափելի դարավոր դավադրությունը Հայաստանի դեմ հաջողության հասնի։ Այնուամենայնիվ պետք է ասենք, որ այս վերջին 4-րդ ֆորպոստապետը ամենասարսափելին է։ Նիկոլով փաստորեն խորհրդային ռուս գործակալ դուրս եկավ, այո, Պուտլերի լավագույն գործակալը, եւ շատերը թեկուզ բարիների, ոմանք նույնիսկ 8 տարվա ուշացումով գլխի են ընկել դա, հայտնի լրագրողներից մեկը նույնիսկ ասել է այսպիսի մի բան Հայաստանում, թե շատ հայտնի լրագրող է, բոլորը գիտեն վաղուց նրան, բայց նոր է գլխի ընկել երևի սա, ասում է, այն որ ասում են վայ Կրեմլը Նիկոլին կուտի դա սուտ է, ես նրանց պատասխանում եմ, որ իրականում Պուտինի ամենագլխավոր ուրեմն կողմնակիցը Հայաստանում եւ նրա լավագույն աշակերտը Նիկոլն է։ Ավելի շուտ լավագույն գործակալը, ոչ թե աշակերտը, բայց ինչևից է, կարևորը այդ բառերը չեն, կարևորը որ մարդիկ հասկացել են, թե ինչ կարգի թաքնված գործակալ է սա։ Վերադառնանք այդ դավադրությանը, որ այս կարգի գործակալների եւ նրանց ընդհանուր մոտ 40,000-անոց ռուսական գործակալական ցանցի միջոցով Հայաստանի Հանրապետության ներսում իրականացում են։ Ընդ որում նաև մի այդպիսի ցանց էլ հայկական Սփյուռքում է ստեղծված ռուսների կողմից, որը թույլ չի տալիս, որ Սփյուռքը համախմբվի եւ պաշտպանի Հայաստանի եւ դուրս անի այդ ռուսական դաշճից, ասեմ թե ռուսական ժողովրդների բանտից։ Ինքը Սփյուռքն է ընկել կարծես թե ռուսական, այսպես ասենք, ցանցի մեջ, այսպես դավադրական ցանցի մեջ, այո, կարելի ասել, եւ չգիտեմ, հասկանում են մարդիկ, թե չեն հասկանում, բայց փաստը մնում է փաստ, որ այսօրվա դրությամբ այսքան հզոր ռեսուրսներ ունեցող հայկական Սփյուռքը ցավոք չի կարողանում ոչ ինքը համախմբվի, ոչ էլ առավելևս ինչպես անհրաժեշտ է օգնի այր հայրենիքին, հայոց պետականությանը։ Դարավոր, այո, այս դավադրությունը օրիկան 300 տարվա ընթացքում թե խորհրդային Ռուսաստանին, թե ցարական Ռուսաստանին, թե կագեբական այս Ռուսաստանին պետք էր եւ պետք է այժմ էլ Հայաստանը առանց հայերի, ինչպես ռուսերեն ասում են, Armenia нам нужна без армян։ Հայաստանը մեզ պետք է առանց հայերի։ Այո, Ռուսաստանին 1711 թվականից սկսած մինչև այժմ 2026 թիվը պետք է թեկուզ թուրքերով բնակեցված Հայաստան, այս ոչ հայաբնակ երկիր, հասկանում եք, թեկուզ թուրքերով բնակեցվի իրենց իբր թե ռուսների թշնամի ժողովրդով, բայց ոչ հայերով, հայաբնակ երկիր չի, չպիտի լինի, ռուսները այդպես են որոշել, հասկացել եւ դա իրականացնում են արդեն 300 տարի։
Ահա ինչու այսօր իբրև թե քրիստոնեական երկիր Ռուսաստանին, քրիստոնյա Հայաստանի փոխարեն պետք է արևմտյան Ադրբեջան, Զապադնի Ադրբեջան, այսինքն մուսուլմանական մի հատ երկիր։ Ոչ թե արևելյան Հայաստան, այլ այո, արևմտյան Ադրբեջան են ուզում ռուսները այդտեղ տեսնել քարտեզի վրա։ Եվ թքած ունեն ռուսները այն բանի վրա, որ Հայաստանը աշխարհի առաջին քրիստոնյա երկիրն է, հասկանում եք, ավելի վատ, նրանք նախանձում են ու ատում են հայերին։ Նրանց խուտ խոսքերին մի հավատացեք, նայեք նրանց հակահայ հայատյաց գործերին, բացի այդ լավ իմացեք, որ Ռուսաստան իրականում քրիստոնյա երկիր էլ չի, որ ճիշտը խոսենք, էլի։ Քրիստոնյա երկիրը չի կարող իր մայրաքաղաքի կենտրոնում 100 տարի շարունակ դնել, ասենք, հակաքրիստոսի, Ների, Լենինի դամբարանը։ Լեշապաշտ եւ Լենինապաշտ երկիրը, մարդակեր Լենինին, մարդակեր Ստալինին, մարդակեր Պուտինին պաշտող երկիրը չի կարող քրիստոնյա լինել։ Նրանք քրիստոնեության իրական թշնամիներն են եւ իսլամի վաղուց բարեկամն ու դաշնակիցն են։ Հայերը 10-րդ դարում Ռուսիա տարան քրիստոնեության ու քաղաքակրթության լույսը, իսկ ռուսները ի պատասխան Հայաստան բերեցին 18-րդ դարից սկսած, ուրեմն մինչև այսօր 21-րդ դար ցարական, բոլշևիկյան ու կագեբեական տիրապետության դաժան լույսը եւ սպիտակ ու կարմիր եղերները։ Կարծեմ գիտեք, թե ինչ է կարմիր եղերնը, դա սովորական ցեղասպանությունն է, իսկ սպիտակ եղերնը դա ասիմիլյացիան է, որով փաստորեն ազգին վերացնում են ցուլելով նրան մեկ այլ ազգի տիրապետող, սովորաբար տիրապետող ազգի մեջ։ Սա ահավոր դավադրություն է հայ ազգի դեմ։ Դարերով նյութված եւ առաջ տարվող դավադրություն է։ 300 տարվա դավադրություն կրկնում եմ։ Դավին անտեղյակ, ցավին անտարբեր մեր հայերի համար Թումանյանի խոսքերն են դրանք, գիտեք, տնկաբերդի առումից մեր այս հայերի համար ուզում ներկայացնենք լրացուցիչ տեղեկատվություն։ Ահա հատուկ տալիս ենք այդ չուն թուրքով վախեցնող եւ ռուսին հավատացող տեսակին ընթերցանության եւ խորհելու մի քիչ նյութ, որ լսեն այս ինչ որ մենք ասում ենք եւ սկսեն խորհել, խորհրդացության նյութ։ Նյութերը իհարկե շատ ահավոր շատ կան, բայց այսքան էլ բավական է ամեն ինչ վերջապես հասկանալու համար։ 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, այդ ու մի շարք բարձր կայսերական պաշտոններ սկսեցին բացահայտ առաջարկել վարել Հայաստան առանց հայերի քաղաքականությունը։ Մինչև այդ էլ փաստորեն այդպես էին աշխատում, բայց հիմա արդեն սկսին բացահայտել իրենց ահավոր հակահայկական դեմքը։ Նրանցից մասնավորապես լավ հայտնի է 1895-96 թվականներին Ռուսաստանի արտաքին գործոս նախարարը, նախկոմս, իսկ հետո արդեն իշխան Ալեքսեյ Լաբանով-Ռոստովսկին։ Դե առաջ գնաց, որովհետև այդ քաղաքականությունը ցարի եւ ամբողջ իրենց վերնախավի սրտից էր բխում։ Դրա համար էլ կոմսից дարձավ իշխան, պաշտոնները բացացան, սովորական դեսպանից գնաց դարձավ արտգործնախարար։ Այդ Լաբանով-Ռոստովսկուն է վերագրում այդ խոսքերը. Արմենիա нам нужна, но без армян։ Հայաստանը մեզ պետք է, բայց առանց հայերի։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, գիտեք, 1914-18 թվականին աշխարհը մտավ առաջին համաշխարհային պատերազմի մեջ, ռուսական բանակը հայկական կամավորական ջոկատների օգնությամբ գրավեց Արևմտյան Հայաստանը։ Այո, հայկական ջոկատների օգնությամբ։ Ընդ որում ռուսական բանակը Արևմտյան Հայաստանը գրավել է այնպես, որ հնարավորություն տա թուրքերին առավելագույնս կոտորել հայերին եւ դատարկելու Արևմտյան Հայաստանը հայ ազգից։ Այդ կամավորական ջոկատներից մեկի հրամանտար առաջին, այսպես ասած, առաջին հայկական զորագնդի հրամանտար Անդրանիկ Օզանյանը դա հասկացավ, ճիշտ է ուշ հասկացավ, Մուշի մոտ, երբ որ ռուսները հրաժարվեցին առաջ գնալ փրկելու այնտեղ դեռևս կռվող հայկական թաղամասերը, Անդրանիկը հասկացավ, դա ապտակեց ռուսական գեներալներից մեկին, կարծեմ Տրյուխինն էր, մի 4 հոգու այսպես ապտակել է տարբեր հանգամանքներում, Տրյուխինին, Չեռնազուբովին եւ այլն։ Ինչևից է ուշ հասկացան։ Ուշ հասկացան, որ ռուսները հատուկ են այնպես անում, որ Արևմտյան Հայաստանը դատարկվի թուրքերի ձեռքով, իրենք էլ կանգնած նայեն, ոչ թե առաջ գնան, ասած գրեն իրենց դաշնակից, այսպես ազգին բարեկամ, ազգին քրիստոնյա հայերին։ Եվ դրանից հետո ուրեմն 1916 թվականին Ռուսաստանի ցարական կառավարությունը ուրեմն տեսեք լուծարեց հայկական այս կամավորական զորքերը։ Դրանց շարքերում ընդհանուր թվարկա էր մոտ 20,000 հայ կամավորական։ Գեներալ Նիկոլայ Յուդենիչ կար, ռուսական, որը
Կովկասյան ռազմաճակատի շտաբի պետն էր եւ փաստացի ղեկավարում էր ռուսական բանակի ռազմագործողությունները Արևմտյան Հայաստանում, այսինքն Օսմանյան կայսրության հայաբնակ շրջաններում։ Սա առաջարկել է այս գեներալ Յուդենիչը Արևմտյան Հայաստանում մնացած հայերին յուրյանց տներից արտաքսելու ծրագիր։ Ահա ինչու ռուսական կառավարությունը արգելեց Արևմտյան Հայաստանի մեծ եղերից հետո ողջ մնացած հայ բնակիչներին վերադառնալու Արևմտյան Հայաստան, հասկանում եք։ Իբր թե հայրի ունեցվածքին ու հողերին տիրացած խեղճ քրդերից ու խեղճ թուրքերից առհասարակ խեղճ մուսուլման բնակչությունից որոշ չլուծելու համար, այսինքն այդ վայրակ հայերը պետք է գային, վերադառնային Արևմտյան Հայաստան, իրենց հայրենիքը, ու սկսեին վրեժ լուծել անմեղ ու խեղճ մուսուլմաններից, որոնք իդեպ ռուսական բանակի աչքի առջև եւ ռուսների փաստացի թողտվությամբ, եթե չասենք հրահրմամբ, իրականացել են հենց այդ նույն 20-րդ դարի առաջին եւ ամենասարսափելի ցեղասպանությունը, հայոց մեծ եղերն է։ Ավելին, ռուսական կառավարությունը լրջորեն դիտարկում է ռուս գյուղացիների եւ կազակների կողմից հայկական հողերը, այդ թվում հատկապես Արևմտյան Հայաստանը բնակեցնելու հնարավորությունը եւ այսպես կոչված երբհատյան կազակության հիմնումը։ Ինչպես նախկինում նվաճված երկրամասերում են հիմնել այդ կազակությունները, դա դրանք ոնց որ պլազդարմներն են եւ այսպես առաջ գնացող, ուրեմն ավանգարդային ուժներ այդ կազակությունը։ Ասենք նվաճած երկրամասերում հիմնում են, չէ՞, Դոնի կազակություն կար, Ուրալի կազակություն, Ամուրի կազակություն, դա Սիբիրում հեռավորքում Կուբանի, այլ Կովկասում Թերեքի եւ այլ կազակություններ, մի խոսքով։ Իդեպ, ժամանակին Արևելյան Հայաստանում ցարական Ռուսաստանը փորձում էր հիմնել Արաքսյան կազակցություն, սակայն ֆինանսական հնարավորության անբավարարության եւ այլ խանգարիչ պատճառներով բավարարվեց Պարսկահայաստանից, այսինքն հարավարևելյան Հայաստանից, եւ Թուրքահայաստանից, այսինքն Արևմտյան Հայաստանից հայերի 1828-29 թվականներին իրականացած զանգվածային ներգաղթով դեպի Ռուսահայաստան, այսինքն հյուսիսարևելյան Հայաստանը։ Հասկանում եք, Հայաստանը այսպես այդ կայսրությունը միջև բաժանվել էր 3 մասի։ Արևմտյան Հայաստանը թուրքերի ձեռքն էր, արևելյան Հայաստանը 2 մասի էր բաժանված՝ հյուսիսային Արաքսից հյուսիս։ Ռուսների ձեռքն էր, հարավայինը, հարավարևելյան Փաստորեն Հայաստանը, Պարսկաստանի ձեռքին, եւ այդտենց էլ մնում են այդ հողերը այսօր Իրանի կազմում։ Մի խոսքով Ռուսահայաստան կոչված տեղը բերվեցին տասնյակ հազարավոր հայեր, որոնք զանգվածաբար բնակեցվին հիմնականում Երևանի նահանգի տարածքում։ Հետագայում տարածքը կոչվեց Երևանի նահանգ։ Ռուսների կողմից գրավից հետո այդ տարածքը որոշ ժամանակ հայկական մարզ էր կոչվում։ Դա եղել 1828-ից 1840 թվականներին։ Տեսեք, մեր միասնական հայրենիքը Հայաստանը 3 նվաճողներ 3 մասի էին բաժանել եւ յուրյանց անուններով անվանել են Պարսկահայաստան, Թուրքահայաստան, Ռուսահայաստան։ Թուրքահայաստան այո կոչվում էր Տաճկահայաստան, որտեղ թուրքերի անունը այն ժամանակ հայերի մեջ Տաճիկ էր։ Ամենապես 19-րդ դարում այդպես է եղել եւ 18-րդ դարում եւս։ Ինչևէ, ռուսները, որ հայերի քաջության, հայերի փողի, հայերի ունեցվածքի, հայերի հետախուզության եւ հայերի ամբողջ տաղանդի եւ մնացած ռեսուրսների շնորհիվ Կովկասը եւ հյուսիսարևելյան Հայաստանը գրավեցին, բարեկամի ու քրիստոնյա դաշնակցի դիմակով խաբեցին հայերին։ Խոստացված հայկական թագավորության փոխարեն Արմյանսկայ ցարստվը պետք է վերականգնվեր հայոց թագավորությունը, ռուսները հայերին ընդամենը մի հատ հայկական մարզ տվեցին Արմյանսկայ օբլաստ, այն շատ սահմանափակ տարածքով եւ առանց որևէ հայկական ազգային իրավունքների, հասկանում եք։ Շուտով սակայն ռուսները այդ հայկական մարզն վերացրեցին եւ Հայաստան ու հայկական բառերը բոլորովին ջնջելով նախ ցարական Ռուսաստանի Կովկասյան փոխարքայության Վրացիայի Մերեթական Միացյալ Մեծ նահանգի մեջ մցրեցին 1840-1846 թվականին այդպիսի մի հատ մեծ նահանգ էր ստեղծել, որի մեջ մցրեցին Երևանի նահանգը, ասի նախկին Երևանի եւ Նախիջևանի խանությունները։ Եվ այդ մեծ նահանգի մեջ էին գտնում Թիֆլիսի, Քութայիսի եւ Երևանի ապագա նահանգները։ Իսկ ապա այդ 3 նորաստեղծ նահանգները միմյանցից առանձնացնելով հայկական մարզի տարածքը պարզապես Երևանի կամ Էրիվանի նահանգ դարձրեցին։ Դա 1846-ից 1918 թվականներին է գոյություն ունեցել, այսինքն մինչև Հայաստանի Հանրապետության հռչակումը։ Ընդ որում ռուսները դա արեցին հայկական հողերի զգալի մասը միտումնավոր կերպով թողելով Երևանի նահանգին հարևան նահանգների մեջ, Թիֆլիսի նահանգի մեջ, Գանձակի նահանգի մեջ, Բաքվի նահանգի մեջ։ Իդեպ ռուսները հայերի հսկայական զողողությունների, քաջության եւ ֆինանսանյութական վիթխարի օգնության շնորհիվ Պարսի եւ հարակից հայկական գավառների ռուսական գրավումից հետո էլ դրանք Երևանի նահանգի մեջ չմցրեցին, հասկանում եք։ Ոչ, դրա փոխարեն Ռուսաստան հայկական այդ նոր գրաված հողերից էլ մի առանձին վարչատարածքային միավոր Կարսի մարզ ստեղծեց։ Դա գոյություն ունեցել 1878-ից 1918 թվականը։
Ընդ որում, թեպետ Արդահան քաղաքն ու շրջակա հայկական գյուղերը մցվեցին Կարսի մարզի մեջ, սակայն հայկական որոշ հողեր էլ, օրինակ Արդվին քաղաքը եւ շրջակա հայաբնակ գյուղերը, մցվեցին եւս մի նորակազմ վարչատարածքային միավորի Աթումի մարզի մեջ։ Սա էլ գոյություն ունեցել 1878-ից 1918 թվականներին։ Հասկանալի չէ, թե ռուսեն ինչու են իրենց կողմից գրաված հայկական բոլոր գավառներն ու նահանգները միմյանցից անջատում եւ ռուսական կայսրության տարբեր նահանգների ու մարզերի մեջ մտցնում։ Ամեն կերպ ձգտելով, որ հայկական մեծամասնություն, բնակչության մեծամասնություն չլինի, խառնեն այլ ազգերից եւ երկրորդն են միասնական հայկական մի հատ վարչատարածքային միավոր հանգարց չկազմվի։ Հետագայում այդպես որպես նաև խորհրդային Ռուսաստանը, եռատելով, քառատելով, հնգատելով, վեցատելով Հայաստան, հասկանում եք, ասինքն Հայաստանի այն մասը, որ ընկել է իր տիրապետության տակ եւ մնաց այդպես 70 տարի, 71 տարի 1920-ից 1991 թվերը։ Դեռ չենք խոսում Արեմեցյան Հայաստանի հայկական հողերի մասին, որոնք 1920-21 թվերին հենց Ռուսաստանի շնորհիվ անցան նույն այդ Ռուսաստանի շնորհիվ ոչնչացումից փրկված Թուրքիայի նոր պետությանը, Քեմալական Թուրքիային, այսօրվա Քեմալական Թուրքական Հանրապետությանը, որը 1923 թվին հռչակվեց։ Ինչևէ, Ռուսաստանը 1920-21 թվականների ընթացքում ամեն գնով արյունակ համարեց, ռազմական ագրեսիայի ենթարկեց եւ ի վերջո ոչնչացրեց Հայաստանի Հանրապետությունը։ Դրա համար Հայաստանի դեմ Ռուսաստանը բար ժամանակում վարեց 3 պատերազմ, այսինքն մոտավորապես 2.5 ամիս 2.5 ամիսը մեկ ուրեմն նոր պատերազմ էր սկսում Հայաստանի դեմ։ Համեմատության համար ասենք, որ Ռուսաստանը Թուրքիայի դեմ մոտ 400 տարում ընդամենը 13 պատերազմ է վարել։ Հələ համեմատեք, իսկ Հայաստանի դեմ մոտ 2 տարի եւ մի քանի ամսում վարել է 3 պատերազմ։ Ուրեմն 2 տարի եւ մի քանի ամիս 3 հատ պատերազմ է վարել, 400 տարում 13 պատերազմ Թուրքիայի դեմ։ Հիմա սրանցից ով է ավելի սարսափելի թշնամի փաստորեն Ռուսաստանում, իհարկե Հայաստանը, ոչ թե Թուրքիան։ Այնտեղ ասենք 30-40 տարին մեկ է մի պատերազմ լինում, այստեղ 2.5 ամիսը մեկ մի պատերազմ էր անում Հայաստան, մինչև որ ոչնչացրեց Հայաստանը։ Ընդ որում, ռուս-հայկական 3 պատերազմներում էլ որպես դաշնակից ու հայերի դեմ Ռուսաստանը կիրառել է կովկասյան թուրքերի, ասենք այսպես կոչված այսօրվա այս ադրբեջանցիների զորքերը։ Իսկ երկրորդ ռուս-հայկական պատերազմ կիրառել է նաև օսմանա-թուրքական, իսկ ավելի ճիշտ քեմալական Թուրքիայի զորքերը, այդպիսով արևմուտքից Հայաստանի դեմ ստեղծելով երկրորդ ռազմաճակատ։ Այդ երկրորդ ռուս-հայկական պատերազմը նրանք սկսեցին սեպտեմբեր ամսվա սկզբին եւ ավարտվեց դեկտեմբերի 2-ին Երևանի համաձայնագրով, որով փաստորեն հայկական պետականությունը ոչնչացրեցին Հայաստանի տարածքի այսպես արևելյան մասն գրավեցին, որը թե դարձավ խորհրդային Հայաստան, մնացած կտորներն էլ բաժանեցին Ադրբեջանին ու Վրաստանին։ Այդ էր երկրորդ ռուս-հայկական պատերազմը իր արդյունքում։ Հետաքրքիր է, որ 1920 թվականի հայ-թուրքական այդ պատերազմի մասին հայ պատմաբանների մեծ մասը խոսում է այդ հայ-թուրքականի մասին խոսում։ Ընդ որում աշխատելով առանձնապես չշոշափել Ռուսաստանի վճռական դերը Հայաստանի պարտության հարցում։ Իսկ այդ նույն 1920-21 թվականին ռուս-հայկական 3 պատերազմների մասին փաստորեն ինձանից բացի գրեթե ոչ ոք չի հիշատակում։ Ինչևից է Ռուսաստանը վերակենդանացրեց մեռող Թուրքիային եւ նրա հետ միասին հարձակվելով Հայաստանի վրա կործանեց հայոց պետությունը եւ նրա հողերը բաժան արեց։ Թուրքիան ստացավ ամբողջ արևմտյան Հայաստանը եւ արևելյան Հայաստանի մի մասը Կարսով, Արտահանով, Արդուինով, Ոլթիով, Անիով, Իգդիրով եւ իհարկե Արարատ լեռով, Սրբազան լեռը երկգագաթ եւ ամբողջ Արարատյան դաշտի հարավային, այսինքն Արաքսի աչափնյա մասով, որը 1828-1918 թվականներին կամ հայկական մարզի եւ կամ Երևանի նահանգի մեջ էր։ Իսկ մինչեւ այդ էլ, այսինքն մինչեւ 1828-ին տեղի ունեցած Երևանի եւ Նախիջևանի խանութների ռուսական գրավումը Իրանին է պատկանել։ Այսինքն Արարատ լեռի ամբողջ Արարատյան դաշտի հարավային մասը Թուրքիային չի պատկանել, սակայն Ռուսաստանը այդ էլ նվիրեց յուր սիրելի թուրքերին հանուն յուրատելի Հայաստանի թուլացման ու ոչնչացման։ Ու այսօր որ հայերը Արաքսի այն մյուս ափին են տեսնում Արարատը եւ Հայաստանի սահմանների մեջ չի անգամ, դա շնորհիվ այդ ռուսների է եղել, շնորհիվ է այսպես ճակետներում։ Միակ բանիվ 1920-21 թվերին 3 պատերազմ աղելով ատելի Հայաստանի դեմ Ռուսաստանը դարձյալ տիրացավ հյուսիսարևելյան Հայաստանի հողերին։ Եվ այդ հյուսիսարևելյան Հայաստան ռուսները մաս արեցին, տեսեք, միմյանցից անջատեցին Երևանի Հանրապետությունը, Նախիջևանի ինքնավար Արցախի ինքնավար մարզը, վերջին երկուսը պարզապես նվիրեցին խորհրդային Ադրբեջանին։ Այսինքն Հայաստանը հիմնականում բաժանեցին երկու հանրապետության,
Մեկը միութենական Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետությունը Երևան մայրաքաղաքում, մյուսը ինքնավար հանրապետություն Նախիջևանի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետությունը Նախիջևան մայրաքաղաքում, ինչպես նաև մի հատ էլ ինքնավար մարզ ստեղծեցին ԼՂԻՄ կամ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ստեփանակերտ կենտրոնում։ Նկատենք, որ Ադրբեջանի հանրապետությունը մինչև 1918 գոյություն չի ունեցել։ 1918-ին այն ստեղծվել է Օսմանյան ռազմական նախարար Էնվեր Փաշայի եղբոր Նուրի Փաշայի հրամանատարությամբ հայկական գանձակ ներխուժած Օսմանյան Թուրքիայի զորքերի սլիներով, հիմնականում հայկական հողերի վրա, գանձակից մինչև Բագին Բակուրակերտ եւ Արևելյան Հայաստանի այդ գավառների հազարամյակների բնիկ բնակչության հայերի դաժան ցեղասպանությամբ, գանձակից մինչև ուրեմն Բաքու մորթել են հայերին, ինչքան կարացել են։ 1920-ին Թուրքիայի հավանությամբ, կրկնում ենք, Թուրքիայի հավանությամբ Ադրբեջանի այդ հանրապետություն կոչվածը խորհրդայնացվեց, այսինքն պարզապես գրավեց Ռուսաստանի կողմից։ Եվ այդ պահից խորհրդային Ռուսաստանը Ադրբեջանի միջոցով փաստորեն սահմանակից դարձավ անկախ Հայաստանին։ Հա թե ինչու Անկարան քեմալականները համաձայնվեցին, որ բոլշևիկները վերցնեն Ադրբեջանը, որպեսզի սահմանակից դառնան Հայաստանի եւ պատերազմ սկսեն նրա դեմ։ Եվ իրոք այդ պահից խորհրդային Ռուսաստանը անկախ Հայաստանի դեմ վարեց 3 կործանարար պատերազմ։ Ադրբեջանի խորհրդային հանրապետություն կոչվածը Ռուսաստանից նվեր ստացավ հայկական 2 մարզ, որոնք դարձան ինքնավար կազմավորումներ Ադրբեջանի կազմում։ Գիտենք, Նախիջևանի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետությունը ՆԻԽՍՀ-ն, որի սահմանությունը այսօր Ալիևը փոխեց ընդամենը ամիսներ առաջ հատուկ կերպով, բայց դա չի մարսելու ոչ ինքը, ոչ էլ Ադրբեջան։ Եվ վերջապես մյուս ինքնավարություն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն է ԼՂԻՄ-ը։ Ընդ որում խիստ, այսինքն մեր Արցախը էլի։ Ընդ որում խիստ ուշագրավ է, որ ԽՍՀՄ-ում հայկական այդ երկու ինքնավարությունները, որոնք Ռուսաստանի կողմից նվիրվեցին Ադրբեջանին, չէին կրում հայկական անվանում։ Այո, չէին կրում հայկական անվանում, հասկանում եք, մինչդեռ ԽՍՀՄ-ում բոլոր ինքնավար կազմողները սահմանադրություններով հանրապետություններ կլինեին, մարզեր կլինեին, օկրուգներ, բոլոր ինքնավարությունները կրում են տեղական ազգի կամ էթնոսի անուն։ Ասենք բուրյաթական, յակուտական, հրեական, թաթարական, բաշկիրական, չուվաշական, կարելական, կալմիկական, չեչենայինգուշական, ղարաչայան-չերքեզական, այսինքն երբեմն երկու ազգով էր, բայց մեկը գրվում էր այդ ազգերաներ, կաբարդինա-բալկարական, հյուսիսօսական, հարավօսական, այս ազգիները երկու մաս են արել, ինչևէ, աբխազական, աջարական եւ այլն։ Բացառություն արված միայն հայկական երկու ինքնավարությունների համար։ Նախիջևան ինքնահարապետությունը եւ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, որոնց անվան մեջ Ռուսաստանի կողմից արգելված էր հայկական բառի օգտագործումը, պարզապես արգելված էր, սա Ռուսաստանի որոշումն էր։ Շատ ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, հասկանում եք, ուղղակի նոնսենս կլներ, որ Հայաստանի Հանրապետության կողքին երկու հատ հայկական ինքնավարություններ, իրենց սահմանակից մեկը Նախիջևանի հայկական ինքնավար սոցիալիստական հանրապետություն, բան չի Հայաստանի կազմում չի հարց առաջան։ Եվ կողքն էլ Լեռնային Ղարաբաղի ինքնավար հայկական մարզ, որ էլի կողքն է, ինչի Հայաստանի կազմում չէ։ Թեկուզ սրա համար նրանք այդ հայկական բառը հանեին, բայց միայն դա չէ պատճառը։ Ինչևից է։ Մի ուշագրավ հանգամանք եւս 1936-ին Ռուսաստանը ստեղծեց նոր ազգ ադրբեջանցիներ։ Այսինքն մի հրաշալի գիշեր էսպես Կովկասի թուրքերը քնեցին որպես թուրքեր, իսկ առավոտյան արթնացան որպես հպարտ ադրբեջանցիներ։ Այսպես Ռուսաստանը ծնունդ էր տալիս նոր պետությունների եւ նոր ազգերի, մենք թե թուլացնի եւ վերջո կործանի Հայաստանն ու հայերին։ Այսպես Ռուսաստանը կերակրեց եւ հզորացրեց թրքական Ադրբեջանին մեր հայկական հողերի եւ մեր հայկական արյան հաշվին։ Լավ հիշեք սա, լավ հիշեք։ Այժմ էլ Ռուսաստանը դա է անում։ Նույն այդ ոճիրն է շարունակում հայերից դեմ, հասկացեք։ Բացի այդ, Ադրբեջանը իհարկե Ռուսաստանից նվեր ստացավ նաեւ հայկական գանձակն ու գարդմանը, առանց որևէ հայկական ինքնավարության իրավունքի ընդունում։ Դրա համար ենք ասում, ռուսները քարատեցին, հնգատեցին Արևելյան Հայաստանը։ Հայկական ու հայաբնակ ջավախքը, մեծ հայքի գոգարք նահանգի մի գավառը, իր հերթին, այն էլ առանց որևէ ինքնավարության իրավունքի, ռուսները պարզապես մտցեցին խորհրդային Վրաստանի մեջ։ Այսինքն այսպիսով արդեն վեցատեցին Արևելյան Հայաստանը։ Դեռ չենք խոսում Խոժոռնից մինչև Բոլնիս Խաչեն ընկած հայկական տարածքների մասին, որոնք եւս գուգարք նահանգի գավառներն էին, եւ ռուսները պարզապես նվիրեցին խորհրդային Վրաստանին, հասկանում եք, չէ՞։ Դա Ռուսաստանի կողմից արվեց իհարկե նաև հայ-վրացական հնարավոր դաշինքը բացառելու եւ ազգամիջյան թշնամությունը բորբոքելու հեռավոր նպատակով։ Ինչպես ասում են, բաժանիր որ տիրես, divide et impera։ Բայց նաև ջավախքը Հայաստանից անջատելու Ռուսաստանի սատանայական քայլի գլխավոր նպատակը իհարկե Հայաստանը թույլ եւ փոքր դարձնելն էր։
Սակայն եկեք վերադառնանք առաջին աշխարհամարտին։ Պետք է նշենք, որ առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Արևմտյան Հայաստանում, այսինքն կովկասյան կամ թուրքական ռազմաճակատում գործող ռուսական զորամասերի մեջ հայ զինվորների թիվը երբևիցե 20-25 հազարից չէր անցնում։ Ինչու՞։ Քանզի հայ ազգի զինվորները, որոնց ընդհանուր քանակը ռուսական ցարական բանակում հասել մեզ հայերիս համար վիթխարի մի թվի մոտ 280,000-ի, ցարական կառավարության հատուկ եւ գաղտնի որոշմամբ որպես կանոն նետվում էին Հայաստանից դեպի այսպես կոչված արևմտյան ռազմաճակատ Գերմանու ֆրոնտ։ Փաստորեն, ռուսական բանակի համար ընդհանուր առմամբ կռվող մոտ 300,000 հայ, դրանք պատկանում են երկու հիմնական կատեգորիայի։ Մի մասը վիթխարի մասը մոտ 280,000 ռսահպատակներն են, այսինքն ցարի հպատակայերը, եւ ուրեմն զորակոչված զորականներ էին դրանք։ Իսկ մյուս մասը հիմնականում նախկինում մոտարապատակ, մեծ անսամբ թուրքահպատակ եւ այսպիսով կամավոր զինվորներ էին ռուսական բանակում եւ կազմում էին առանձին հայկական կամավորական զորամասեր։ Վերջիններս ներկայացրին մոտ 20,000 սվին եւ թուր ունեցող մի բավական կարելի ուժ։ Եվ նախկին թրքահպատակայերին ռուսական բանակում ներգրավելն ու Օսմանյան Թուրքիայի դեմ կռվեցնելը եւս մեկ սատանայական քայլ էր Ռուսաստանի կողմից։ Դրա նպատակներից մեկը Օսմանյան Թուրքիային քաղաքական հիմնավորում տալն էր, որ Թուրքիան ոչնչացնի յուր սահմանների ներսում ապրող դավաճան հայ ազգին։ Դավաճանը ես շակերտավոր եմ գրել, բայց թուրքերը այդպես էին համարում եւ հիմա էլ են համարում։ Բայց ում պասով ռուսների Միաժամանակ ռուսական ցարական բանակում ծառայության զորակոչված հայ զինվորականության մեծագույն մասը հրասահապատակ զորակոչիկները, վերևում հիշատակածս այն մոտ 280,000 մասին է խոսքը, ռուսների կողմից հիմնականում հեռացվում են Հայաստանից, այսինքն ինչպես ասին, նետում էին Գերմանու ֆրոնտ։ Հենց այդտեղ էլ իսկ ավելի կոնկրետ պատերազմի ռազմաբեն դարձած բազմաճաշար Լեհաստանի հողերում, ավելի ճիշտ ճահիճներում, մինչև այժմ փտում են 100,000-ավոր հայ զինվորների եւ սպաների ոսկորները։ Ուշագրավ է, որ Ռուսաստանի կառավարությունը չէր ցանկանում անգամ Արևելյան Հայաստանում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում փաստացի գտնող ռազմաճակատը անվանել հայկական ռազմաճակատ, այլ միտումնահոր կերպով անվանում էր այն կովկասյան կամ թուրքական։ Միայն երբեք ոչ մի դեպքում այն չկոչվեր հայկական, ոչ մի դեպքում։ Ինչու՞։ Դե պարզ է, Հայաստան եւ հայ բառերը ցասում եւ ատելություն էին առաջացնում հակահայ հայատյաց ռուսական կառավարության մեջ։ Դե իհարկե հայերին ռուսները կատեին։ Ինչու չէին ատի։ Հենց միայն այն փաստը, որ Ռուսաստանի կայսերական գահտոմը Ռոմանովները ընդհանուր 300 տարվա պատմություն ունեն, այնինչ Արցախի, Սյունիքի, Երևանի, Լոռու, Գեղարքունիքի հայկական մելիքական տոհմերը առնվազն 3000-ամյա պատմական արմատներ ունեն, արդեն իսկ ատելություն էր արդացնում հայ հին ու քաղաքակիրթ ազգի հանդեպ։ Էլ չասած այն ատելություն, որ առաջացնում էին հայերը ռուսական վերնախավի եւ նույնիսկ ամբողջ ռուս հասարակ ժողովրդի մեջ, լինելով ձեռներեց ու գործունյա աշխատասեր ու տաղանդավոր մի ազգ, հայ ազգ։ Հայ ազգ, որ այդքան մեծ ներդրում էր կատարել Ռուսաստանի զարգացման համար տնտեսության մեջ, ռազմական գործում, գիտության, արվեստի ոլորտներում եւ միաժամանակ որքան զարմանալի թվա, հենց այդ իսկ ներդրումների համար հայերն այդքան ատելի էին դարձել այդ նույն Ռուսաստանի վերնախավի անգամ հասարակ ժողովրդի աչքում։ Հայաստանի վերացնունդը, հայկական թագավորության վերստեղծումը Ռուսաստանի համար անթույլատրելի մի բան էր։ Թե ինչու ռուսները 3 դար շարունակ ամեն կերպ դավ են նյութել հայ ազգի դեմ, ամեն կերպ թույլատրել հայ ազգին, խանգարել նրան ազատության ու հզորացմանը։ Պետք է ասել, որ հայատյացությունը, արմենաֆոբիան, որպես համակարգված գաղափարախոսություն առաջացել է հենց Ռուսաստանում 19-րդ դարում։ Եվ այդ թունավոր գաղափարախոսությունը հենց այնտեղից Ռուսաստանից է տարածվել ամբողջ աշխարհում, հատկապես Թուրքիայում, ապա նաև Ադրբեջանում եւ այլուր։ Ավելացնենք, որ հայատյաց եւ Հայաստան երիտուրքական կուսակցության ղեկավարներ, օրինակ ռազմական նախարար Էնվեր Փաշան, եղել են ցարական Ռուսաստանի, իսկ ապա խորհրդային Ռուսաստանի գործակալներ։ Իդեպ, այստեղից էլ է երևում, որ ցարական Ռուսաստանի եւ խորհրդային Ռուսաստանի ատելությունը հայերի հանդեպ նույնն է եղել եւ գործակցությունը թուրքական կողմի նույնպես նույնն է եղել փաստորեն։ Այսօր էլ հայատյաց պուտինյան կագեբեական Ռուսաստանը, նայեք, հայկական երկաթուղին հայերից խլել է, այն վերանվանել է հարավ-կովկասյան երկաթուղի։ Պատկերացնում եք, չէ, հայկական երկաթուղին վերանվանել է հարավ-կովկասյան երկաթուղի։ Եվ ինչ հեռացները չեն խլել հայերի ձեռքից։ Տեսեք, երկիրը ամբողջությամբ խլել են մեր ձեռքից, ներառյալ մեր ազգի հանքային հարստությունները հսկայական, որոնց մասին մենք գաղափարել չունենք, թե ինչքան են շահագործել սովետի ժամանակ, ասում են մոտ 2 տրիլիոնի տարել է սովետը։
Եվ 2 տրիլիոնը հիմա այս Ռուսաստանն է տարել նոր այս կագեբեական Ռուսաստանը վերջին 35 տարում։ Բայց Հայաստանի բյուջե քանի ցենտ է մտել, քանի կոպեկ։ Մի խոսքով, մեր հանքային հարստությունները, մեր էներգետիկ համակարգը, Հայաստանի պետական ամբողջ մեխանիզմը խլել է ժողովրդի ձեռքից։ Բայց մի անգամ եւս վերադառնանք առաջին համաշխարհային պատերազմին։ Ռուսաստանը փաստորեն վախենում էր հայերից, հատկապես զինված հայերից, որովհետեւ ռուսական կայսրության բանակում զորահավաքված վիթխարի քանակությամբ հայերը ռուսական կայսրության հպատակները սեփական հայրենիքում զինված մեծ ուժ չունենան, ռուսական ռազմաքաղաքական գերագույն ղեկավարությունը հայերին հնարավորինս հեռացնում էր Արևմտյան Հայաստանից։ Ահա թե ինչու առաջին համաշխարհային պատերազմի 3-րդ տարում հայ կամավորների, այսինքն Անդրանիկի, Դրոյի, Քերրու եւ մյուսների մոտ 10 հայկական կամավորական զորամասերը, այսպես կոչված հայկական կամավորական զորագնդերը, յուրիանց անձնակազմի ընդհանուր թվականակով կազմելով մոտ 20,000 հայ զինվորու սպա, սրանց ռուսները բռնիկ փաստորեն լուծարեցին այս զորամասերը հայկական կամավորական, օգտագործելուց հետո լուծարեցին եւ նույնիսկ ուղակի կերպով կամ որոշ մասը մցրեցին ռուսական բանակի զորամասերի մեջ ուղիղ ձևով։ Կամ էլ կամավորականներից շատերը առհասարակ հեռացան գնացին։ Այսպես հայկական 20,000-ից կամավորական բանակը, որը լուրջ ուժ էր հայերիս համար, իջիկ դարձավ։ Դե այդ ժամանակ իհարկե քերին ասենք չկար, Ռևանդոզի կռունը արդեն զոհվել էր, բայց ամեն դեպքում մենք գիտենք, որ այս հրաշք մարդիկ են ղեկավարել այս կամավորական զորագները, բայց չեն հասկացել, թե ռուսները ոնց օգտագործեցին հայերի ուժը եւ հետո ոնց այսպես ստոր քայլի գնացին հայերի հանդեպ։ Մինչև կամավորական զորամասերի, այսպես ասած, վերացնելն էլ ռուսները հայերին միտումնավոր կերպով Կովկասյան ճակատից փոխադրում են դեպի հյուսիս, չէ՞, գիտենք, գերմանական եւ ավստրո-հունգարական բանակների դեմ։ Այդ Գերմանու ֆրոնտ էին ասում այդ տարածքը, ծրիվ էին տալիս ռուսական բազմամիլիոնոց բանակի շարքերում Կարպատյա լեռներից մինչև Բալտիկ ծով, ինչպես որ պարսիկները, տեսեք 5-րդ դարում ինչ էին անում հայոց, 5-6-րդ դարում պարսիկները հայոց այրուձին նետում էին դեպի արևելք հեպթարների դեմ պատերազմելու։ Այդպես է ռուսները օգտագործել են հայկական զորքերը իրենց կայսրության շահերի համար։ Ռուսական կայսրությունը Հայաստանի բնիկներին, հայերին կովկասյան կամ թուրքական ռազմաճակատում փոխադրելու համար Վոլգայի եւ Բալտիկ ծովի ափերից զորամասեր էր փոխադրում Արևմտյան Հայաստան, այսպես կոչված թուրքական ռազմաճակատ։ Դրա հիմնական պատճառը ըստ Հայաստանի Հանրապետության ռազմական նախարար 1920 թվականի ամառն է եղել, Գարնան ամռանը Ռուբեն Տերմինասյանը ասում էր այդ ռազմական նախարարը նախկին, որ Ռուսաստանը ուզում է ունենալ Հայաստան, սակայն առանց հայերի։ Այդ իրեն գիտեին արդեն։ Եվ Ռուսաստանի այդ հակահայ, այդ հայատյաց քաղաքականություն չի դադարել մինչև այժմ։ Այսօր էլ Ռուսաստանը ուզում է ունենալ Հայաստան, բայց առանց հայերի։ Եվ ովքեր գործում են, գործով էլ օգնում են Ռուսաստան յուր այդ հակահայ, հայակորցան քաղաքականությունը վարելու համար, դրանք հայազգի թշնամիներն են։ Գործը եւ գործով ու ոչ թե խոսքով պետք է ցույց տալ հավատարմությունը հայազգին, գործել է պետք է եւ ոչ թե խոսքն է ցույց անում, թե ով է հայի ու Հայաստանի իրական ներկայացուցիչը։ Այսօր բոլոր ռուսական գործակալների համար կա երկու ելք։ Սա կարևոր է, ես ուզում շեշտել, անկախ նրանից, թե ով ինչ դիրք է գրավում, այդ երկու ելքը որոնք են, կամ անցնել սեփական ազգի, այսինքն հայության կողմը, եւ դրանով իսկ որոշ չափով թեթևացնել իրենց ծանր մեղքը հայ ազգի հանդեպ, եւ կամ էլ մնալ ռուսական կողմում շարունակել փաստացի աշխատել հայ ազգի դեմ, ուստի եւ առաջադրանքը մինչեւ վերջ կատարելու համար վերջում որպես պարգև ստանալ ինչ, առաջադրանքը կատարեք մինչեւ վերջ եւ կստանաք Ռուսաստանի ավանդական շնորհակալությունը, այսպես չակերտավոր, ասենք օրինակ մահվան կամ Բաքվի բանտում խցիկի տեսքով եւ այլն։ Ռուսների ֆանտազիաները կան էլի կպարգևատրեն ձեզ։ Իսկ այժմ որ ավելի հասկանալի ամեն ինչ, ձեզ կմատուցենք մի պատմական դաս, 315 տարվա դաս։ Տեսեք ինչ է ռուսների շնորհակալությունը։ Այո, ռուսների շնորհակալություն։ 315 տարվա դաս։ Առաջին հայը Իսրայել օրին Մելիքեր Սյունիքից, ով ընտրեց ռասական կողմնորոշում եւ մեծ ծառայություն մատուցեց Ռուսաստան, իսկապես մեծ։ Ի շնորհակալություն ինչ եղավ։ Սպանվեց 1711 թվականին Աստրախանում գունավորեցին։ Դա եղել է 315 տարի առաջ։ Դրա համար ենք ասում 315 տարվա դաս։ Բայց այդպիսի Իսրայել օրիներ բազմաթիվ են եղել հայոց պատմությանը մինչև այսօր։
մեր պատմության մեջ։ Արագ առաջ գնանք, բաց թողնելով բազմաթիվ նման դեպքեր եւ ռուսների այս տեսակի շնորհակալության արժանացած բազմաթիվ մարդկանց հայ կլինեն նրանք, ռուսներ կլինեն, ռուսների էլ են սպանել։ Ի շնորհակալություն ռուսական պետության հանդեպ մեծ ծառայություններ, ասենք նույն այդ Պրիգոժինը իրենց քաղաքացիներ, իրենց ազգիցեր ոչնչացրեցին։ Շատ էին հիմա որ հիշենք, ասենք Ֆրունզեն, մեծ զորավար էր ռուսական բանակի երիտասարդ, բայց տաղանդավոր ոչնչացրեցին։ Այսպես բազումների տալը թվարկել։ Ինչևիցե։ Եվ տարբեր ազգերի պատկանող։ Բայց հիմա սա թողնենք, եկեք հասնենք 19-րդ դարի առաջի կեսը, Քանաքերցի հայ մեծ գրողին Խաչատուր Աբովյանին բոլորը գիտեն։ Աբովյանը օրհնում էր այն Սաղարթը, որ ռուսի օրհնյալ ոտքը մտավ հայոց երկիր։ Ես սրանք ճակերտներում եմ խոսում ես օրհնյալ։ Ի շնորհակալություն ռուսները ինչ արեցին։ Անհայտ կորցրեցին Աբովյանին։ Գնաց կորավ անգերեսման։ Նախապես վիրահայոց թեմի առաջնորդ եւ arczepiskopos եղած իսկ հետագայում ամենայն հայոց վեհապար կաթոլիկոս դարձած Ներսես աշտարակեցին ամեն ինչ արեց, որ ռուսները գրավեն Երևանի խանությունը։ Ի շնորհակալություն Ռուսաստանը աշտարակեցություն ակսորեց Բեսարաբիա։ Կարող էին նաև սպանել, դե ասենք թունավորելով, բայց զարմանալիորեն բավարարվեցին այդքանով։ Արցախի մելիքները։ Նրանք գիտեք, որ ամեն ինչ արեցին, որ Ռուսաստանը գրավի Արցախը։ Նաև արևողջ արևելյան Հայաստանի մյուս տարածքներն ու Կովկասը ընդհանրապես Կովկասը։ Ի շնորհակալություն ռուսները ինչ արեցին։ Արցախի մելիքներին զրկեցին մելիքական գավառներից ու իրավունքներից։ Բացի այնտեղից նրանց դուրս շպրտեցին, կարելի ասել։ Եվ այդ հողերն տվեցին տեղի թուրքական խանին, որ հիմա ադրբեջանցիներն Ղարաբաղներն է դրա համար են ասում։ Հիմա գանք 20-րդ դար, մի հետաքրքիր բան եւս։ Ալեքսանդր Մյասնիկյանը, մի հզոր հայ ուղեղ, նա քաջաբար ղեկավարել է Ռուսաստանի արևմտյան ռազմաճակատը, ստեղծել է խորհրդային Բելարուսը, հասկանում եք, առաջին, այսպես ասած, սովետական նախագահն է Բելարուսի, մինչև հիմա Մինսկում արձանը կա։ Ղեկավարել է Մոսկվայի կոնկուրսի կոմիտեն, հասկանում եք, հսկայական ռուսական պետության կոմունիստական կուսակցության մայրաքաղաքային կոմիտեն մի հատ հայ էր ղեկավարում, որտեղ նա էր կարողանում այդ հսկայական միլիոնանոց քաղաքի ղեկավարումը իրականացնել։ Հետո նա պետք եղավ մի ուրիշ տեղ, կանգնեցրեց քաղաքացիական կռիվներն ու ավերածներ Հայաստանում։ Հայաստանում քաղաքացիական կռիվ էր ընթանում։ Բանին, ուրեմն Մյասնիկյանին ուղարկեցին Երևան Ռուսաստանից, որ հաշտություն ստեղծի, եւ նա իրոք հաշտություն արեց Նժդեի հետ, խաղացրեց Լեռնահայաստանը, կառուցեց ու շենացրեց անդրֆեդերացիան, հասկանում եք, իմիջիացիան անվանում էին Կովկասի Լենին, ռուսները, Ալեքսանդր Մյասնիկյանին։ Ի շնորհակալություն ինչ արեց Ռուսաստանը այս մարդուն 1925 թվականին, երբ Ալեքսանդր Մյասնիկյանը Թիֆլիսից թռչում էր Աբխազիա, որտեղ Աբխազիան ապստամբել էր, չէր ուզում Վրաստանի մեջ լինել, այլ ուղղակի ենթարկվել անդրֆեդերացիայի Թիֆլիսին, Վրաստանի կազմում չլինեն, իրանք անկախ էին համարվում։ Եվ գնում էր սուխում, որ բանակցներ աներ, հաշտեցներ, խաղաղեցներ, օդում պայթեցրեցին նրա ինքնաթիռը։ Չմոռանանք նաև Մյասնիկյանի նախորդ ականավոր բոլշևիկ հային Ստեփան Շահումյանին եւ իր 26 կոմիսարներին, որոնց 1917-18 թվականներին լավ օգտագործելուց հետո ռուսները մի կողմ շպրտեցին։ Գիտենք, որ Շահումյանին էլ Կովկասի Լենին էին անվանում, բայց նրան էլ, այսպես ասած, կործանեցին այդ նույն ռուսները, փաստացի իրենք են կործանում։ Հիմա գանք երկրորդ աշխարհամարտի ժամանակները, երկրորդ աշխարհամարտ։ Մարշալ Խամփերյանց կար, գիտեք, Արմենակ Խամփերյանց երկրորդ աշխարհամարտում ապահովել է Մոսկվայի հակաօդային պաշտպանությունը։ Ռուսները այդ մասին չեն ուզում խոսել անգամ, դե հայերս էլ չգիտենք շատերս։ Մոսկվան նա փրկել է ավերածություններից, գերմանական Լյուֆտվաֆեն չի կարողացել ռմբակոծել։ Էլի մեծ բաներ է արել, բայց դրանցից հիշենք միայն Ճապոնիայի դեմ կռվում հաղթականորեն ղեկավարել է ռուսական ռազմաօդային ուժերը։ Ի շնորհակալություն ինչ արեցին այդ հայ մարշալի հարազատ մեծ թաղեր գյուղը, ընդհանրապես ամբողջ հայկական հադրութի շրջանը, որտեղից էր ինքը ցակումով, եւ առասարակ ամբողջ Արցախ մարզը գերի մնաց ազերաթուրքերի ձեռքում։ Իսկ իրեն ԽՍՀՄ ավիացիայի գլխավոր մարշալ Խամփերյանցին ծեծելով սպանել են Կրեմլի նկուղներով։ Ահա Ռուսաստանի շնորհակալությունը։ Չարդախլեցի մարշալներ Հովհաննես Բաղրամյանին ու Համազած Բաղաջանին բոլորը գիտեն։
Մեկը խորհրդային միության մարշալ էր, մյուսը խորհրդային միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ։ Եվ մի 6 տասնյակի չափել նրանց համագյուղացի գեներալներն եղել Չարդախլեցի դեռ ցարի ժամանակներից։ Հավատարմորեն ծառայել են Ռուսաստանի եւ բազմաթիվ երկրներ ու քաղաքներ են նվաճել Ռուսաստանի համար։ Ինչ շնորհակալություն, ինչ արեցին ռուսները։ Նախ նրանց հայրերի Չարդախլու գյուղը, որ Հայաստանի սահմանից շատ հեռու չի, ոչ միայն չմիացրեցին հայկական խորհրդային հանրապետությանը, այլ գերի մնաց ազերաթուրքերին այդ գյուղը, բացի այդ էլ մարշալների թանգարանն էլ կործանեցին, իսկ հայկական այդ գյուղը ուղղակի հողին հավասարեցրին գերեզմանոցով հանդերձ, որ հետ կջնջեն հայերի։ Հայկական թաղերը վերացրին, գերեզմանոցը վերացրին, մարշալների թանգարանը վերացրին, արձանները ջարդեցին, ինչպես է բազում հազարավոր այլ հայկական գյուղերի ու տասնյակ հայկական քաղաքների հետ են վարվել թուրքերը։ Փաստորեն ռուսների թողտվությամբ, եկեք այսպես ասենք։ Չլինեին ռուսները, թուրքերը երբեք չէին ունենա այդ տարածքները, երբեք։ Հիմա գանք 20-րդ դարի վերջ։ Վազգեն Սարգսյանը Ռուսաստանի ամենահավատարիմ դաշնակիցն էր։ Սակայն երբ Վազգենը ցանկություն հայտնեց, որ մեծ հայ հերոսների աճուրները հայրենը դարձվեն, իրեւ Անդրանիկինը եկավ, ինքը չհասցրեց տեսնել։ Արդեն խփեցին եւ երկուսին մեկը մեկի դիմաց է նրանց գերեզմանները երրաբլին։ Եթե տեսել եք, մեկի վրա գրված է Սպարապետ հայոց, մյուսի վրա գրած է Զորավար հայոց, Զորավար Անդրանիկ եւ Սպարապետ Վազգենը իրար դիմաց են թաղված, բայց նա ուզում էր, որ հայ հերոսները աճուրները հայրենադարձվեն։ Պես կամաց եկան դրոն եւ մյուսները։ Բայց այս միտքը սարսափելի է ռուսների համար։ Հետո Հայաստան ուզում էր ազատել Վազգենը ռուսների կողմից պրախոտ տված լկտի մաֆիոզներից, նաև ագահ ու անբարո ռուսական ագենտներից։ Բացի այդ, հայոց սրբազան լեռը Արարատն էլ մի օր պիտի վերադարձվի Հայաստանին, ցանկացավ Վազգենը։ Էլի մի քանի բաներ, որոնց մասին մենք տեղյակ ենք։ Վերջը, ինչ արեցին ռուսները Վազգեն Սարգսյանին։ Այո, բոլորը գիտեն։ Իրենց ագենտուրայի ձեռքով ռուսները հենց Հայաստանի խորհրդանում Վազգենին խմբակային եղեռնի զոհ դարձրեցին։ Այդտեղ Դեմիրճյանն զոհ գնաց, էլի մի խոսքով ընդամենը 8 պետական գործիչներ ոչնչացվեցին։ Վազգենի ըմբոստացած գլուխն խզակոտով, ավտոմատի խզակոտով ջարդեցին։ Պուտինն էլ եկա, Քոչարյանի հետ անձամբ ստուգեց, թե լավ են ջարդել արդյոք այդ գլուխը, որի մեջ այդքան ազգային հայկական մտքեր էին ծագել։ Եվ իմիջիալոց այս Դուխով Նիկոլը իր իշխանության 8 տարում այս ոչիրը չբացահայտեց։ Հասկանում եք։ Լավ, գանք 21-րդ դար։ Շատ են զոհերը եւ շնորհակալություն ռուսական։ Գանք 21-րդ դար։ Քարորիա եւ 44-օրյա պատերազմներում ռուսերը հայ ժողովրդին մեկը մեկից ավելի դառը խայտառակ արյունալի ու ստորացուցիչ պարտությունների տարան։ Հայաստանի հակոթային պաշտպանության համակարգը մեր ձեռքից խլել էին։ Զրկել են մեր բանակին օդից պաշտպանվելու հնարավորությունից։ Նաև ռուսները հայոց բանակի կապն ու ավտոմատ կառավարման համակարգն են հայերից խլել, հասկանում եք, ոնց որ մարմնի մեջ ներվային համակարգը վերցնես։ Պարալիզացրել էին, կատվածար են արել հայկական բանակը։ Մայրաքաղաքային բանակային կորպուս կա։ Այդ էլ համատեղ կառավարման անվան տակ փաստացի հանել են Հայաստանի ենթակայության տակից, ուստի ոչ մի զորամաս այդ կորպուսից այդպես էլ օգնության չգնաց Արցախում կռվող մեր զորքերին, որ պետք է գնային, բայց չգնացին, որտեղ ռուսների ձեռքն էր այդ կորպուսը։ Ուղղակի վերցրել էին առնել։ Արցախն էլ ռուսները մեր ժողովրդի ամբողջ ժողովրդի աչքի առաջ ցինիկաբար հանձնեցին ազերաթուրքերին, չէ՞։ Ընդ որում Մոսկվայի պաշտպանության Մոսկվայից հայտնեցին, պահանջեցին այն ժամանակվա Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնյանին ասել էին. տեսեք, հանկարծ չխփեք թուրքական F-16 ռազմական ինքնաթիռները։ Ռուսաստանը ասում է, որ Հայաստանի պաշտպանության նախարարը լավ իմանա, ականջի տողորա, հանկարծ նատոյական Թուրքիայի F-16 ռազմական ինքնաթիռները չխփեք։ Սա ո՞նց եք հասկանում դուք։ 44-օրյայում Հայաստանը Ռուսախոզստանի պատճառով կորցրեց 7.500-ի չափ զինվոր ու սպա, երիտասարդ զինվոր ու սպա, 7.500-ի չափ։ Այդ հələ միայն զոհվածները։ Եռակի այդքան էլ վիրավոր ու հաշմանդամ։ Թվերը իհարկե թաքցվում են, այնց մեկը չի այսօր ղեկավարում երկիրը, որ մենք իրական ճշմարտություն իմանանք այս ամեն ինչի մասին, այդ ու նաև զոհերի իրական քանակը, բայց մոտավորապես այդքան։ Դա եռակի վիրավոր ու հաշմանդամներ, դա արդեն նշանակում է 21-ից 25,000 կորուստ են ունեցել։ Զոհվածներով, վիրավորներով, հաշմանդամներով, մի խոսքով, մի ամբողջ սերունդ են կորցրել։
Սա դեռ ռսների, ես ուզում եմ ես ցուցակ առայժմ հիմա փակեմ, ես շարունակեմ թվարկումը։ Սա իրենց արածների ես հակահայ ոչիների շատ պակասավոր մի ցուցակ, այսինքն ամբողջական չի, շատ հեռու է ամբողջական լինելուց։ Բայց գոնե այսքանը արդեն այնքան բան է ասում, որ իրոք 315 տարվա դաս կարելի է անվանել։ Բայց ցավոք սրտի չսերտված դաս։ Հիշենք նաև թե ինչպես Ռուսաստանը շնորհակալություն հայտնեց, այս էլ հիշենք, այո, Ռուբեն Վարդանյանին եւ Արցախի մյուս բարձր պաշտոնյաներին, այսինքն Ռուսախոզստանի հավատարիմ մարդկանց։ Հիշում եք, որտեղ են նրանք։ Բաքվի բանտում։ Հիմա հասկացաք։ Ուրեմն նորից դիմում եմ ռուսական ագենտուրային Հայաստանում։ Կամ անցեք ձեր ազգի կողմը, հայ ազգի կողմը, կամ էլ մնացեք հայ ազգի թիվ 1 ճշնամու Ռուսախոզստանի կողմում։ Եվ այդ դեպքում անպայման ստանանք ռասական շնորհակալությունը։ Այսքանը։ Շնորհակալություն ուշադրության համար, ամենայն բարիք։